Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր նկարանող խումբը հիմա գտնվում է Հայաստանի գիտատեխնիկական ինստիտուտում, որտեղ 5 րոպե առաջ ավարտվեց կենցաղային նոր ապրանքների շնորհանդեսը։ Մեր ուշադրությունը հատկապես գրավեց Գյումրիի գյուտարարի պատրաստած կենցաղային ապրանքը, որի նմուշի մոտ մենք հենց հիմա էլ գտնվում ենք։ Մոտենանք գյուտարարին եւ հենց իրենից էլ ճշտենք, թե ինչ կենցաղային ապրանք է նա պատրաստել։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներկայացեք, խնդրեմ։ Գույդարար Գուգուշ։ Գույդարար Գուգուշ։ Գուգուշ, ուրեմն ինչ է իրենից ներկայացնում ձեր կենցաղային ապրանքը։ Ինչ եք դուք պատրաստել։ Կարտոշկա կպչիչ։ Կարտոշկա կպչիչ։ Մեր հեռուստադիտողներին հասանելի լեզվով ես ասեմ, որ սա կարտոֆիլ մաքրիչ է։ Եվ այսպես, ըստ ինձ այս մեքենան պետք է որ աշխատի էլեկտրական ցանցից, հա։ Չէ։ Իսկ ինչով է այն սնուցվում։ Ավտոնոմ սնուցմամբ է։ Ավտոնոմ սնուցմամբ է այն աշխատում։ Ինչ է իրանից ներկայացնում այս ավտոնոմ սնուցումը։ Հեմի բացատրեմ։ Ուրեմն վերցնում ենք լրիվ ցեխոտ, կեղդոտ, չամրոտ կաշտոշկեն։ Այ գցում ենք այս ծագի մեջ։ Տեսեք, այս ծագը տեսնում եք, չէ։ Գցում ենք ծագի մեջ։ Հետո լցնում ենք մաքուր անարատ սպիրտը։ Սպիրտը, տեսար։ Լցեցի։ Հաշվում եք միջև 4-ը, 3-4։ Տեսեք, մաքուր կաշտոշկա։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես դուք էլ նկատեցիք, կարտոֆիլը կեղտոտ վիճակում մտավ վերևի անցքից եւ լրիվ իդեալական մաքուր վիճակում դուրս եկավ ներքևի անցքից։ Այո, ինչպես ասում են, սա իրոք ձեռք բերում է մեր տնային տնտեսուհիների համար։ Ապրեք Գուգուշ, ապրեք եւ մի քիչ ավելի մանրամասն ձեր կենցաղային ապրանքի մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, արտաքին տեսքից նույնպես այն հրապուրիչ է։ Գուգուշ, իսկ ինչ եք դրել մոդելի անունը։ Իր անունը Կուզեի Գուգուշ 67 տնեի, բայց Նիկո դրեցի։ Նիկո, այստեղ էլ է գրած Նիկո, իսկ ինչու հենց Նիկո։ Մախսուս։ Մախսուս։ Գուգուշ, փաստորեն դուք նշեցիք, որ մեքենան աշխատում է մաքուր սպիրտով։ Այո։ Իսկ կոնյակով կաշխատի։ Գիտեք։ Միկրոֆոնը մոդիկի։ Կայնագովել, արագովել, շամպանսկովել, պիվովել, լիժ բը խմելու պանել, ախպերշեն։ Իսկ այսօր այսքան Ռուբեն Մխիթարյան հադուկ ես ծերեն CNN ծրագրի համար։